Տո անասուններ, էս ինչ արիք։ Դե պատրաստվեք, շուտով այսօրվա ձեր սառը ցնցուղը շատ հնարավոր է վերածվի արյան ցնցուղի բոլորիդ գլխին։ Շիրակսկայա Նարոդնայա Ռեսպուբլիկան ողջունում է դատարկագլուխ Արդարի սկզբունքայինի շապիկ հակացներիդ։ Այն որ ասում եք ես խելացի եմ, ես ճշտի կողմն եմ, ես արդարության կողմն եմ, ես խիզախ եմ ու Նիկոլին քննադատելու եմ։ Թավիշ ասիք եւ ուղեղներդ անջատ մենակ բողոքեցիք կառավարությունից։ Թավիշը ինչ մեղքս, եթե դուք ամեն ինչից եւ ամենքից դժգոհ եք եւ ձեր խերն ու շառը չեք հասկանում։ Թավիշից դժգոհ եք, հենա գնդակահարողներին բերիք, լավ է։ Տո դուք ինչ քննադատող, դուք բամբաշչի անուղեղ քածեր եք, վայելեք եւ ձեր արածը մարսեք դե։ Գյումրու ավականու ամենամեծ խմբակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է 14 մանդատ։ Բայց քանի որ բորենիները տարբեր կուսակցությունների անվան տակ հանդես գալով, խաբելով ժողովրդին հավաքեցին ավելի շատ ձայներ, դառնում են քաղաքային իշխանություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականիները տվյալ պարագայում ընդդիմություն են բորենիներին։ Այսօր Գյումրու ավականու ամբիոնից մի հատ տերտեր մանիպուլյատիվ կերպով ապագայում նախատեսվելիք ընդդիմադիր ավականիների քննադատություններն ու ընդդիմադիր գործունեությունը ավականիում ներկայացնելով այն որպես սաբոտաժ, ուղիղ սպառնում է գնդակահարություններով, հիշեցնելով իրենց քաղաքական հայրիկի Ստալինի ժամանակները։ Նաև այս սպառնալիքը վերաբերվում է այն սփոյլեր կուսակցությունների ավականիներին, որոնք կոալիցիա չեն կազմել իրենց հետ, բայց քաղաքապետ ընտրվելու համար ապահովել են ձայներով։ Այս պարագայում բորենիներին ոչինչ չի մնում անել, քան բլեֆը։ Վախեցնում եմ, որ եթե ավականու քվեարկությունների ժամանակ չլսեք մեզ, չքվեարկեք մեր որոշումների օգտին, ուրեմն ձեզ կկպցնենք սաբոտաժնիկի պիտակը եւ կգնդակահարենք։ Եթե պետական իշխանությունները լինեին իրենք, կհավատայի, բայց այս պարագայում միայն անմեղսունակ մարդը կհավատան նման անորակ բլեֆին։ Հետագա գործունեության մասին ասեմ, իրենք հիմա արագի մեջ մի երկու բան կսկսեն կառուցել, մի երկու լավ գործ կանեն եւ ողջ հանրապետությունով մեկ իրենց լրատվականներով գովազդային կամպանիա կանցկացնեն, որ ժողովրդին կարողանան խաբել, աչքերին թոզ փչել 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Զգոն եղեք, հայերս, չխաբվեք։ Facebook-յան իր էջում գրում է Շող Մովսիսյանը։ Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի եւ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Ինքնին այս ձևաչափն արդեն իսկ ուշագրավ է, քանի որ խիստ հազվադեպ կարող է պատահել տարբեր երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների միջև աշխատանքային հեռախոսազրույցներ։ Ինչու է Գալուզինին հետաքրքրել հայ-թուրքական թեման հատկապես Անտալիայի դիվանագիտական ֆորումից հետո։ Նրա հետաքրքրությունն արդյոք նշանակում է, որ ֆորումի շրջանակում քննարկվել են հարցեր, որոնց առնչությամբ Մոսկվան հարկ է համարել առնվազն հանգամանալից իրազեկվածությունը, հասկանալու համար գուցե թե որքան կարող էին գործնական լինել դրանք։ Այս իմաստով ավելորդ չէ գուցե հիշեցնել, որ Անտալիայի ֆորումի շեմին տեղի էր ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում ըստ հայկական կողմի հաղորդագրության քննարկվել էր երկու երկրների միջև հարաբերությունն առաջ մղելու նոր ոլորտների փնտրտուքի հնարավորությունը։ Ավելին, արդեն Անտալիայում հարցազրույց տալով թուրքական մամուլին Հայաստանի արտգործնախարարը, որը հանդիպել էր նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ, հայտնել էր, որ Երևանն ու Անկարան քննարկում են առևտրի էներգետիկ ոլորտում հնարավոր ուղղությունները։ Սրանք են առաջացրել ռուսական կողմի հետաքրքրությունը, թե հնարավոր է եղել այլ ասպեկտներ, որոնց վերաբերյալ չի եղել տեղեկատվական հանրայնացում։ Բոլոր դեպքերում այն, որ ռուսական կողմը հայ-թուրքական թեմատիկայի վերաբերյալ բավականին հասցեական հետաքրքրության դրսևորման տևական դադարից հետո Երևանի հետ աշխատանքային քննարկում է ունենում, այդ թեմայով անկասկած վկայում է որոշակի փոփոխությունների միտումի մասին եւ արժանի է ուշադրության։ Հատկապես, որ այդ փոփոխությունները կարող են պայմանավորված լինել նաև այն գործընթացով, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջև ծավալվում է արդեն մի քանի շաբաթ եւ ակնհայտորեն շատ ավելի լայն դիապազոնով,
քան միայն ուկրաինական գոտին։ Իդեպ ուշադրության է արժանի, որ Գալուզինի հեռախոսազանգը Երևան փաստորեն հաջորդել է ԱՄՆ պետքարտուղարի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հեռախոսազրույցին։ Թուրքիայի խորհրդարանում 44 պատգամավոր ունեցող IV լավ կուսակցության պատգամավոր Թուրհան Չոմեզը խիստ քննադատության է ենթարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ վերջինս որևէ կերպ չի արձագանքել ԵՄ Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ընթացքում ընդունված հռչակագրին։ Ապրիլի 4-ին ուզբեկական Սամարղանդում կայացած ԵՄ Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի արդյունքում, որը առաջին այդպիսի գագաթնաժողովն էր ԽՍՀՄ փլուզումից ի վեր, ընդունվել է հռչակագիր, որում հավատարմություն է հայտնվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այն բանաձևին, որը դատապարտում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման հռչակագիրը։ ԵՄ Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել է նաև թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ 3 երկիր՝ Կիրգիզիան, Ուզբեկստանը եւ Ղազախստանը։ Սա հարված է թյուրքական աշխարհի միասնությանը, եթե հաշվի առնենք, որ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում այդ աշխարհը թերևս Էրդողանի առանցքային հույսն է։ Հույսն առայժմ մասնակի արդարացնում է Ադրբեջանը, որը իհարկե պաշտոնապես չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսը, բայց շփվում է դրա նախագահի հետ։ Իլհամ Ալիևը հանդիպումներ է ունենում նրա հետ, նաև հրավիրել էր օկուպացված Շուշի 2024 թվականի ամռանը, երբ այնտեղ անցկացրեց թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովը։ Բայց ամիսներ անց տեղի է ունենում ԵՄ Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, որտեղ օկուպացված Շուշիում Հյուսիսային Կիպրոսի նախագահի հետ մեկտեղված թյուրքալեզու պետությունները ստորագրում են հռչակագրի ներքո, որը նաև դատապարտում է Հյուսիսային Կիպրոսի հռչակումը։ Այդ փաստի առնչությամբ Էրդողանի լռությունը անզորության նշան է, թե թուրքական խորամանկության։ Թյուրքական աշխարհի կազմաքանդման մասին գնահատականները իրականությունն են, թե ինչպես կասեր դասականը չափազանցված էր։ Այստեղ թերևս շտապել պետք չէ։ Ամերիկա-ռուսական երկխոսությունը իհարկե էապես նվազեցրել է Անկարայի ավանդական դիվանագիտական երկդիմի խաղի տարածությունը եւ ըստ այդմ Կենտրոնական Ասիայի երկրները համարում են, որ պետք է ըստ էության վերադիրքավորվել ավելորդ չափավինելով Թուրքիայի առաջնորդությանը։ Մյուս կողմից Անկարան ներկայումս զգում է թերևս իր առավելությունը Եվրամիության հետ հարաբերության իմաստով, համարելով, որ Եվրամիությունը Կենտրոնական Ասիայում ի վիճակի չէ արդյունավետ խաղալ առանց իրեն, հետևաբար չի շտապում ցույց տալ դժգոհություն եւ խնդիրներ, այդպիսով ի ցույց դնելով իր թուլությունները թյուրքական աշխարհի առաջնորդության մասով։ Իհարկե այստեղ հարկ է թերևս արձանագրել, որ Թուրքիան էլ ինքնին ի վիճակի չէ տեր լինել թյուրքական նախագծին առանց ուժեղ աջակցության։ Բոլոր դեպքերում թյուրքական աշխարհում այսպես ասած արշալույսները խաղաղ չեն։ Նկատելի էր դեռևս նախորդ տարի հենց օկուպացված Շուշիում գագաթնաժողովից։ Մասնակցության առումով Իլհամ Ալիևի հրավերն ընդունած Էրդողանը այդուհանդերձ գագաթնաժողովից օրեր առաջ որոշեց հրաժարվել դրանից, պատճառաբանելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Թուրքիայի հավաքականին աջակցելու անհրաժեշտությունը։